Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոն Բանյան, օր փետրվարի 22։ Աստվածը զարհուրելի է սուրբերի ժողովքումը և ահավոր ամեն նրան շրջապատողների մոտ։ Սաղմոս 89-րդ գլուխ 7-րդ խոսք։ Աստծո այս վախից է բխում մտքի խոնարհությունը։ Սա ակնհայտ է, քանի որ երբ առաքյալը զգուշացնում է հռոմեացիներին հոգևոր հպարտության թույնի դեմ, նա նրանց առաջնորդում է, որպես հակաթույն գործադրել վախի այս օրհնյալ շնորհը. «Մի մեծամտիր, այլ վախեցիր» Հռովմայացիս 11-րդ գլուխ 20-րդ խոսք։ Հպարտությունը, հոգևոր հպարտությունը, որն այստեղ արտահայտվում է մեծամտել բառով, շատ լուրջ և դատապարտելի բնույթի մեղք է։ Դա ընկած հրեշտակների մեղքն էր, և դա մեղք է, որը մարդկանց նույն դատապարտության մեջ է գցում, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի։ Առաջին Տիմոթեոս 3-րդ գլուխ 6-րդ խոսք։ Հպարտությունը հավատացյալներին դատապարտում է դևերի դատապարտության, դժոխքի դատապարտության, և հետևաբար դա մահացու մեղք է։ Այս մահացու մեղքի դեմ կանգնած է խոնարհության շնորհը։ Այդ գեղեցիկ հանդերձը, ինչպես առաքյալն է անվանում այն, երբ ասում է. «Խոնարհությունը հագեք» Առաջին Պետրոս 5-րդ գլուխ 5-րդ խոսք։ Բայց հարցն այժմ այն է, թե ինչպես պետք է հասնենք այդ օրհնյալ և գեղեցիկ շնորհին և ապրենք դրա գործադրմամբ։ Եվ Պողոսը հենց դա է պատասխանում. վախեցեք աստվածային վախով, դրանից է գալիս խոնարհությունը, մի մեծամտեք, այլ վախեցեք։ Այսինքն, վախեցեք կամ զգույշ եղեք ինքներդ ձեզանից և ձեր չար սրտերից, նաև վախեցեք, որ մի օր սատանան, ձեր հակառակորդը, առավելություն չստանա ձեր նկատմամբ։ Զգույշ եղեք, որ չմոռանաք, թե ով եք էությամբ, և նաև հիշեք, որ շարունակ կարիք ունեք ներողամտության, աջակցության և շնորհի հոգուց ստացած օգնության, որպեսզի չհպարտանաք ձեր սեփական կարողություններով կամ Աստծուց ստացածով և չընկնեք սատանայի դատապարտության մեջ։